Եկի խոսա, կարողա գիտես դեմդ փոսայի դվտել օվկիանոսա։ Ատենցել ասցիր Գալիա ջան։ Աղջի, բայց դու ինչ շունն ես։ Չէ, շուն չես, շնագայլ ես Գալիա։ Հələ մի րոպե Գալիա ջան։ Արմենուի, իմ սրտաբաց բալա, հələ տես էտ ով ա դուրը ծեծմ։ Հələ գնա բացի տենա մետ ով ա համարցակվե մեր դրան վրա ձեր բարձասնի։ Բալիկս լսում ես։ Գալիա ջան, հələ մի րոպե, ոնց որ տունը մարդ եկավ, հետո կզանգի։ Դե լավ։ Մենք հեռուստատեսությունից ենք, տանը մեծերից ով կա։ Ներս համեցեք։ Մարի քեզ են հարցնում։ Ո՞վ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Աստծու բարին։ Դուք երևի Ռուզաննա Ճագարյանն եք։ Բնականաբար։ Մենք լսել ենք ձեր բազմազավակ ընտանիքի մասին եւ եկել ենք ձեր մասին ռեպորտաժ նկարահանելու։ Աղջիկ ջան, դուք թաքնված տեսախցիկից եք։ Չէ, ինչ թաքնված տեսախցիկ։ Մենք ցանկանում ենք ձեզ նկարահանել եւ ցուցադրել ամբողջ հանրապետությունով մեկ, թե ինչ կարեւոր է նման բազմազավակ եւ գեղեցիկ ընտանիք ունենալ։ Վայ Աստված ջան, ես կմեռնեմ։ Աղջիկ ջան, հələ մի րոպե, մի րոպե։ Մի րոպե, աղջիկ ջան։ Հեսա ես աստղ եմ դառնալու, ես կմեռնեմ, պապուլարի դեմք եմ դառնալու, կներեք։ Ալո։ Գալիա։ Մի բան ասեմ չես հավատա։ Տելևիզորը միացրա, ես այն ցենց ցույց տալım։ Եկել են մեր տուն նկարահանում են։ Աստղ եմ դառնալու, աղջի ջան, պապուլարի դեմք։ Լավ, աստղային ստանեմ մամաներից, հաջող էլի մեջ խոսաս։ Լավ։ Դե ինչ, կարող ենք սկսել։ Այո։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Բարև ձեզ։ Այսօր մենք հյուրընկալվել ենք Ճագարյանների բազմազավակ ընտանիք եւ մեր զրուցակիցն է Ռուզաննա Ճագարյանը։ Տիկին Ռուզաննա, մի քիչ կպատմեք ձեր ընտանիքի մասին։ Իհարկե։ Ես ուզում եմ ողջունեմ իմ մամային, բարև մամա ջան, ուզում եմ ողջունեմ պապայիս, բարև պապա ջան, մամա ջան, պապան տապանը կառուցես, թե էլ ընթացքի մեջ է, իսկ դու կարատեի դասերի գնում ես, թե չէ, ես ձեզ շատ եմ կարոտել, հոգաչափ, մաշվում եմ, տանջվում եմ կարոտից, հա։ Դե ինչ, անցնենք հաջորդ հարցին, իսկ հետաքրքիր է, որտեղ է ընտանիքի հայրը։ Ռազմիկս, հա, աղջիկ ջան, ռազմիկս աշխատանքի է, այդ մարդը աշխատում է, քրքրվում է, ընկճվում է, մաշվում է, ճգնում է, 2 կոպեկ փող աշխատում, բերում է, այս իր բյուրա բազմազավակ ընտանիքը պահում է։ Իսկ հետաքրքիր է, ինչպես են իրեն զգում այս 5 աղջիկները։ 6։ Ոյ, կներեք, ես չէի նկատել, նա էլ է աղջիկ։ 100% աղջիկը, բայց գիտեք չէ, էդի գաղտնիքա, ճիշտն ասած, ես ռազմիկիցս գաղտնիք եմ պահում, այդ մարդը սրտիս թույլ է, ես չեմ կարա էլի բացահայտեմ, որ սա աղջիկ է, դրա համար գաղտնիք ենք պահում մենք սա, բայց ես երեխեն 100% աղջիկ է, տես բաներ։ Իսկ կպատմեք, թե ինչ խնդիրներ ունեք։ Հիմա պատմեմ, դերվակ առ դերվակ պատմեմ, լսի աղջիկ ջան։ Գալիա տեսար ինձ տելևիզորով, բա աստղ է, էլ ես խանութ պետքա չիշնեմ, որտև ինչ ճանաչում է սաղ։ Վայնու մարդն եկել, մերնեմ ես քո ջանի ռազմիկ ջան, թիգուքը ես քո պահեմ։ Ներվայնացած ես ռազմիկ, ուզում ես մի հատ գնամ Վալերյան կադնեմ խմես։ Այսօր կամանդիրի կաբինետում ամբողջ սպայական ազնագազմով նստած հեռուստացույց եք նայում, տեսնեմ լուրերով քեզ է ցույց տալու իմ աղջիկներին։ Դու գիտես ինձ ինչ դժվար էր դրանց բացատրելու, համոզել, որ դա իմ ընտանիքը չի, իմ աղբորս ընտանիքն է։ Ավելի դժվար էր բացատրել, որ իմ աղբոր անունն էլ Ռազմիկ։ Մեկ էլ Ռուզիկ, այդ ինչ էր ասում իմ 6-րդ երեխայի համար։ Աղջիկա։ Ապլյա, ապրիլի 1-ը շնորհավոր Ռազմիկ ջան։ Ռուզիկ, ինչ ապրիլի 1, հիմա դեկտեմբեր ամիսն է։ Հա? Դե որ դեկտեմբեր ամիսն է Ռազմիկ ջան։
Մեկա ես կարամ ապացուցեմ, որ այս երեխեն 100% անուս տղա է։ Ապացուցի Ռուզիկ, ապացուցի։ Ձեռքդ մոտիկ բեր դիր փորից։ Զգում ես գլուխն է երեխայի։ Տղու գլուխ է սիլերի։ Հետո Ռուզիկ։ Իջի ներքև փորիկը։ Զգում ես Ռազմիկ ջան։ Ռուզիկ զգում է փորիկը, բայց տղու փորը ո՞րն է։ Դե մի քիչ ներքև իջացրա Ռազմիկ ջան։ Ահեն Ռուզիկ։ Զգում ես։ Ոչ մի բան էլ չեմ զգում Ռուզիկ։ Ասա Քիմ Քարդաշյան։ Քիմ Քարդաշյան։ Զգացի՞ր Ռազմիկ ջան։ Յա։ Զգացի՞ր։ Դե մեզ որ ասում եմ տղա է։ Ռուզիկ։ Ես իմ աշխարհի ամենա ուրախ մարդն եմ Ռուզիկ։ Տեսար։ Սա պետք է անպայման նշել։ Ես գնամ խանութից բանման առնեմ կամ։ Գնա Ռազմիկ ջան, գնա։ Բայց ինչ զգացիր յանի այ մարդ։ Քիմ Քարդաշյան, ինչ։ Ոտը բեռնելա զգացի, ինչ զգացիր։ Ու տաքսի մարդ, հա։